Բարև ձեզ սիրելի բարեկամներ, սկսում ենք Astromix հաղորդաշարի հերթական թողարկումը եւ այսօր շատ հետաքրքիր թեմայի շուրջ ենք խոսելու, ինչպիսին է լինելու գալիք 2026 թվականը այդ կարմիր հրեղեն ձիու տրանսֆորմացիոն բավականին ակտիվ եւ անկանխատեսելի փոփոխություններով լի տարին։ Այդ ամենի մասին կիմանաք դիտելով այս վիդեոն մինչեւ վերջ։ Բայց ավանդաբար մինչ բուն նյութին անցնելը հորդորում եմ ձեզ անպայման բաժանորդագրվել Anti-Fake YouTube-յան ալիքին, բաժանորդագրվեք նաև իմ YouTube-յան ալիքներին, Աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի հետ եւ Աստրոմագիա եւ Թալիսմաններ իմ երկրորդ մոգական YouTube-յան ալիքին եւ նաև հիշեցնեմ, որ արդեն ալիքի վրա առկա են կանխատեսումներ բոլոր կենդանակերպերի համար կարմիր հրեղեն ձիու տարվա համար։ Այսօր եթե չեք դիտել, անպայման դիտեք առանձին բոլոր 12 կենդանակերպերը ներկայացված են եւ շատ շուտով, կարծում եմ գալիք շաբաթվա ընթացքում կլինի նաեւ այդ մեծ վիդեոն 5 ժամանոց 12-ը 1-ում։ Բոլոր հղումները այս վիդեոյի տակ նկարագրության մեջ են սիրելի բարեկամներ։ Եվ այսպես ինչ է բերելու մեզ 2026 թվականը։ Նախ ամփոփենք կարճ, ինչ իրադարձություններ տեղի ունեցան 25 թվականի ընթացքում։ Մենք տեսանք, որ բավականին ռազմատենչ տարի էր, քանի որ 25 թվականը գտնվում էր ռազմի մոլորակ Մարսի ազդեցության տակ, որովհետև տարվա թվերի բոլոր թվերի հանրագումարը կազմում էր 9, իսկ 9 դա Մարսի թիվն է։ Եվ այդ իսկ պատճառով բավականին ակտիվ տեսանք նաև ռազմական գործողություններ, Պարսկաստանի դեմ այդ 12-օրյա պատերազմը, շատ այսպես արյունալի զարգացումներ տեսանք նաև ռուս-ուկրաինական հակամարտության դաշտում, նաև այլ պետությունների միջև նույնպես տեղի ունեցան բախումներ։ Այսինքն ընդհանուր առմամբ այդ տարին 2025 թվականը արդարացրեց հենց այդ Մարսի վերահսկողության տակ գտնվելու իր այսպես առաքելությունը եւ այդ կանխատեսումները, որը ես կատարեցի 2025 թվականին գրեթե 99%-ով իրականացվեցին։ Պետք է ասել, որ 25 թվականի ընթացքում նաեւ ինչպես եւ ես կանխատեսել եմ, շատ ողբերգական զարգացումներ տեղի ունեցան Հայաստանի Հանրապետությունում։ Նախ հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ այդ ասպատակությունները, այդ բռնությունները, այդ բարձրաստիճան հոգևորականների կալանավորումները, որը ըստ էության աննախադեպ զարգացումներ են մեր ողջ պատմության ընթացքում, հայ ժողովրդի ողջ պատմության ընթացքում այդպիսի զարգացումներ չեն եղել։ Եվ իհարկե եկեղեցու թուլացումը, այդ պատարագի աղավաղումը եւ որտեղ որ Նիկոլ Փաշինյանը ներկա է այդ բոլոր պատարագներում զեղչվում է, գիտեք, վեհափառի անունը, սրբազանների անունները, որը որ ըստ էության հերձվածք է առաջացնում, այսինքն եկեղեցին քայքայելու, քանդելու, կիսելու, այսպես նպատակ ունի այս բոլոր գործողությունները։ Եվ իհարկե ասպատակություններ եւ հարձակումներ ազատ խոսքի դեմ բազմաթիվ ունենք, բազմապատկվել է քաղբանդարկյալների թիվը, գիտեք, եւ նոյեմբերին կալանավորվեցին Նարեկն ու Վազգենը, իմ մի ոդկասթի վարողները եւ նաեւ մինչ այդ էլ իհարկե սրբազաններին ամռանը ձերբակալվեցին սրբազանները եւ բազմաթիվ այլ Բագրատ սրբազանի հետևորդներ։ Սա իհարկե աննախադեպ զարգացումներ են հենց ազատ խոսքը ճնշելու, ազատ ինքնադրսևորումը մարդկանց այսպես խեղդելու, բնի մեջ խեղդելու փորձեր էին, որը իհարկե չստացվեց, բայց ամեն դեպքում իշխանությունները որոշակի օրեն ժամանակ շահեցին իրենց հակաքրիստոնեական եւ հակահայ ընդհանրապես հակամարտկային գործողությունները առաջ տանելու համար եւ իհարկե օգոստոսին
այդ ստորագրվեց, այդ նախաստորագրվեց հայ-ադրբեջանական խաղաղությունը եւ թրիփ այդ ճանապարհը Զանգեզուրյան միջանցքը բացելու մասին պայմանագիրը, որը նույնպես իշխանությունների հաղթանակներ նախընտրական այս տարվա ընթացքում, գիտեք որ 26 թվականին մեզ մոտ հենց հունիսին տեղի կունենան պարլամենտական ընտրություններ եւ դա իհարկե այս իշխանություններին մեծ դիվիդենդներ բերելու ուղղված քայլ էր այդ խաղաղության պայմանագրի նախաստորագրումը։ Ընդհանուր առմամբ բավականին ծանր էր, տեսեք, որ 8-ի տարին, փայտե 8-ի տարին հայ ժողովրդի համար, եւ այժմ սկսվելու է մեզ մոտ 26 թվականի փետրվարի 4-ին, այդեն արևելյան արեգակնային օրացույցով սկսվում է Կարմիր հրեղեն ձիու տարին, իսկ լուսնային օրացույցով տարին կսկսվի փետրվարի 17-ին եւ շատ հետաքրքիր է, որ նաեւ համընկնում է տարվա սկիզբը լուսնային արևելյան օրացույցով նաեւ արևի օղակաձև խավարման հետ, այսինքն հենց տարվա սկզբից փետրվարին մենք ունենալու ենք առաջին այդ երկու խավարումները, փետրվարի 17-ին եւ մարտի 3-ին բավականին բարդ խավարումներ են լինելու եւ հատկապես ծանր է լինելու Հայաստանի Հանրապետության համար։ Ես անցած տարի բազմից անդրադարձել եմ, որ այդ արևի օղակաձև խավարումը, առաջին խավարումը 26 թվականի 28 աստիճան ջրհոսում է լինելու եւ հենց Հայաստանի Հանրապետության քարտեզում դա, որը հաշվարկված է սեպտեմբերի 21-ի վրա 1991 թվականի հենց համընկնում է լուսնի հետ, այսինքն սա ժողովրդին հերթական անգամ մանիպուլացնելու, թյուրիմացության եւ մոլորության մեջ գցելու ուղղված ինչ որ քայլեր են տեղի ունենալու, ես կարծում եմ նաեւ լինելու է ինչ որ գործողություններ նոր սահմանադրություն ընդունելու հետ կապված եւ նաեւ ամսի մարտի 3-ին 2026 թվականին տեղի կունենա լուսնի ամբողջական խավարումը Երևանի ժամանակով 15:33 րոպեին եւ 12 աստիճան կույս կենթանակերպում, նույնպես բավականին բարդ եւ շատ տագնապալից խավարում է։ Այնպես որ ձիու տարին մեզ մոտ սկսվում է ստեյության խավարումներով եւ դա արդեն իսկ նշանակում է, խորհրդանշում է, որ տարին բավականին բարդ է լինելու, նամանավանդ դա արևի խավարումն է, որը նշանակում է ստվեր, իշխող էլիտաների հետ կապված, պետության ղեկավարների հետ կապված, եթե անհատական մակարդակը վերցնենք հայրերի, պապերի, որտեղ արեգակը խորհրդանշում է հենց այդ ավանդույթը, հայրական գծով եկող հայրերի, պապերի, ավագ որդիների հետ կապված բարդություններ եւ խնդիրներ, որը իհարկե շատ այսպես տագնապալից ազդանշան է մեզ համար, մինչ դա իհարկե նաեւ տեղի կունենան նույնպես շատ կարեւոր աստղաբանական իրադարձություններ, նախ անդրադառնանք բոլոր այդ աստղաբանական իրադարձություններին, որոնք մեզ սպասվում են 26 թվականի ընթացքում, հունվարի վերջին նախ անորոշության, մոգության, միստիկայի եւ խաբեության նաեւ մոլորակ Նեպտունը մուտք կգործի Խոյ, դա տեղի կունենա 26 թվականի հունվարի 26-ին Երևանի ժամանակով 21:38 րոպեին եւ Խոյ մտնելով Նեպտունը այստեղ հաստատվելու է 12 տարի շարունակ եւ գտնվելու է Խոյ կենթանակերպում մինչեւ 2038 թվականի մայիսի 22-ը։ Եվ այդ իհարկե շատ բախտորոշ շրջան է, որովհետև Նեպտունը բավականին դանդաղաշարժ է եւ Խոյ կենթանակերպում շուրջ 100 տարուց ավել նա շրջապտույտ է կատարում ամբողջ զոդիակով մեկ եւ բացի դրանից Խոյ կենթանակերպում նա կմիանա նաեւ չարաբաստիկ մեծ չարիք մոլորակ Սատուրնին, որ իհարկե շատ բացառիկ իրադարձություն է եւ 900-ից 800 տարին մեկ է տեղի ունենում։ Դե Նեպտունը նաև գաղափարախոսության մոլորակ է, քանի որ այն իշխում է ձկներում, նաև խորը կապված է քրիստոնեության հետ։ Եվ այդ քրիստոնեությունը ռեֆորմացիայի, որոշակի փոփոխության, ընդհանրապես ավանդական եկեղեցիները քրիստոնեական փոփոխության ենթարկելու այդ ծրագրերը շարունակվելու են 12 տարի շարունակ։ Այսինքն այդպես չէ, որ չհաջողվեց Նիկոլ Փաշինյանին այս տարի վեհափառին հեռացնել, նա
մի կողմ եք հաշվելու, ասելու է թող շարունակի գահակալել, ոչ, այսինքն այս գործընթացը դեռ նոր է սկսվում, սիրելի բարեկամներ, ցավալիորեն, եւ հայ առաքելական եկեղեցին, որը աշխարհի ամենահին եկեղեցիներից մեկն է, առաքելական հենց առաքյալների կողմից հիմնադրված եւ շուրջ 2000 տարվա պատմություն ունի, նույնպես չի շրջանցելու այդ փոփոխությունների, տրանսֆորմացիաները, ռեֆորմացիան, որը մոտակա 2 տարիների ընթացքում ել ավելի ուժեղ, այսպես ասած, ընթացք է ձեռք բերելու, էլ ավելի ակտիվ ձևով իշխանությունները այս փորձելու են որոշակի փոփոխությունների ենթարկել մեր եկեղեցին եւ հերձվածք են առաջացնելու։ Նու Նեպտունի խոյ կենթանակերպում առասարակ Նեպտունը քան որ գաղափարախոսություն է, իսկ խոյը կապված է գլխի հետ, բնականաբար մեզ մոտ նոր գաղափարախոսություններ կարող է ի հայտ գան, նոր, չգիտեմ, կրոնական ուղղություններ, գաղափարախոսություններ, հավատքի հետ կապված էապես նոր զարգացումներ են հավանական եւ առհասարակ Նեպտունը նաեւ էապես նոր, այսպես ասած, դարաշրջանի մասին է մեզ ազդարարում խոյ կենթանակերպում։ Միաժամանակ խոյ կմտնի նաև Սատուրնը, չարաբաստիկ Սատուրնը, փետրվարի 14-ին 2026 թվականի Երևանի ժամանակով 4:11 րոպեին մոտ կգործի խոյ եւ այստեղ կմնա 2 տարի շարունակ մինչեւ 28 թվականի ապրիլի 13-ը։ Նույնպես Սատուրնի համար խոյ իհարկե անկման նշան է, թուլության նշան, տեղ նա Սատուրնը փառավորվում է եւ իր զորության գագաթնակետին հասնում է կշեռքում։ Այստեղ նա թույլ է եւ նրա այսպես բացասական հատկությունները, ազդեցությունը ավելի եւ ավելի մեծանալու է։ Եվ այդ միությունը տեղի կունենա հենց փետրվարին այդ խավարումների միջանցքի հետ կապված անմիջականորեն, որը որ նույնպես ազդարարելու է հենց ջրհոսի դարաշրջան, կամ որ ջրհոսի 28 աստիճանում է տեղ ունենում 26 թվականի առաջին խավարումը, դա ջրհոսի դարաշրջանի առաջին այսպես գաղափարական փոփոխությունը, կրոնական փոփոխություններ, ընդհանրապես գաղափարախոսության մեծ փոփոխություններ տեղի կունենան մարդկային ուղեղներում, շատ կարևոր այսպես եւ արմատական նոր զարգացումներ են սպասվում այստեղ։ Խավարումներից արդեն խոսեցինք եւ քանի որ շատ հզոր են լինելու հենց խոյ կենթանակերպ, այսինքն հրեղեն կենթանակերպերը, ավելի բարենպաստ է նրանց համար գալիք տարին։ Խոյերի համար որոշակի բարդություններ կլինեն իհարկե, որովհետեւ Սատուրնը սահմանափակումների մոլորակ եւ նրանց պես քննության է ենթարկելու։ Շատ բարենպաստ զարգացումներ են սպասվում առյուծներին եւ աղեղնավորներին գալիք տարվա Իհարկե բարեխառն է նաև ցուլերի համար, մի փոքր լարվածություն կլինի, գաղտնի թշնամիները կակտիվանան Սատուրնի Նեպտունի այդ տարանցման պայմաններում 12-րդ տնով, բայց այնուամենայնիվ ցուլերին սպասվում են հիմնական փոփոխություններ, այսպես կարելի ասել, արդեն այդ փոփոխությունները կարգավորող են լինելու, մշտական եւ կարգավորող են լինելու։ Բայց ամենամեծ հաջողությունը տարվա ընթացքում կունենան հրեղեն նշանները եւ օդի նշանները, երկվորյակները, կշեռքները եւ ուրեմն ջրհոսները։ Հատկապես ամենաբարենպաստ զարգացումները սպասվում են իհարկե ջրհոսներին, ես վիդեո ընթացքում ավելի մանրամասն կանդրադառնամ կենթանակերպերին։ Հաջորդ կարևորագույն զարգացումը, որը կապված է կրկին բարձրագույն մոլորակ է, դա Ուրանն է։ 26 թվականի ապրիլի 26-ին Ուրանը վերջնականորեն կլքի ցուլ կենթանակերպը եւ մուտք կգործի երկվորյակներ, որտեղ նա կմնա 7 տարի շարունակ մինչեւ 32 թվականի օգոստոսի 3-ը։ Սա ինչ է նշանակում, սա նշանակում է, որ երկվորյակը դա Ուրանի համար շատ բարենպաստ դիրք է, քանի որ ցուլ կենթանակերպում, որտեղ Ուրանը գտնվում է 18 թվից սկսած, նա շատ վատ էր իրեն զգում, առաջացնում է զանազան տնտեսական ցնցումներ, ֆինանսական ոլորտում ցնցումներ էր առաջացնում, բայց մուտք գործելով երկվորյակներ, Ուրանը մեծ փոփոխություններ կբերի բարձրագույն տեխնոլոգիաներում, հեռահաղորդակցության հետ կապված, տեղաշարժի հետ կապված, այսինքն հնարավոր
հնարավոր է ինչ-որ սկզբունքային նոր օդանավեր ստեղծվեն, ավտոմեքենաներ ստեղծվեն, շատ ավելի լայն կիրառում ստանա արհեստական բանականությունը։ Այստեղ ուրանը շատ ակտիվ է եւ նա առաջացնելու է նաեւ մարդկային մեծ զանգվածների տեղաշարժեր երկվորյակներում։ Ես ուզում եմ հիշեցնել, որ նաև երկրորդ համաշխարհային պատերազմի այդ վերջին տարիներին նույնպես ուրանը գտնվում էր երկվորյակներում եւ դա հնարավորություն տվեց այսպես մեծ խթան հանդիսացավ տեխնոլոգիական զարգացման համար, հատկապես զինատեսակների տեխնոլոգիական զարգացման համար եւ նույնը ցավալիորեն հիմա է տեղի ունենալու։ Այսինքն այս նոր դարաշրջանի, այսպես ջրհոսի դարաշրջանի պատերազմներում իհարկե կհաղթեն նրանք, ովքեր առավել տեխնոլոգիական զենքեր կունենան, առավել հզոր այսպես դիրքերում կլինեն հենց այն երկրները, ովքեր կկիրառեն հենց այդ անօդաչու թռչող սարքերը, ընդհանրապես մարդու կողմից չկառավարվող, այլ արհեստական բանականության կողմից, այսպես ասած, ուրեմն կառավարվող զենքերը եւ դա իմիջիայլոց շատ լավ արտացոլված է այս տարվա The Economist ամսագրի նոյեմբերյան շապիկի մեջ, շապիկի վրա, որտեղ ներկայացված է ավանդաբար ներկայացվում է հենց գալիք տարվա կանխատեսումներ, այսինքն համաշխարհային էլիտաները, այսպես ասած անդրկուլիսյան այդ ուժերը ներկայացնում են, թե ինչ է սպասում, իհարկե ծածկագիրներով, ինչ որ տարբեր խորհրդանշական պատկերներով ներկայացվում է գալիք տարվա կանխատեսում եւ այնտեղ շատ, եթե չեք դիտել, իհարկե իմ ալիքի վրա այդ վիդեոն կա, The Economist ամսագրի 26 թվականի կանխատեսումներով այդ շապիկի վերլուծությունը շատ մանրամասն ներկայացրել եմ եւ այնտեղ թե ուշադիր նայեք կտեսնեք բազմաթիվ են հենց այդ անօդաչու թռչող սարքերը, չգիտեմ, ինչ որ ստորջրյա անօդաչուներ անգամ կան, սուզանավեր, սկզբունքային նոր ինչ որ մոդիֆիկացիաներով, արբանյակների կողմից կառավարվող ինչ որ զենքեր, դրանք շատ են, նաև շատ են ռոբոտները, ինչպես կենդանիների կերպարանքով, այնպես էլ մարդկային կերպարանքներով եւ անգամ ռոբոտը կարծեմ ընտրություն է կատարում, որը շատ հետաքրքիր ամբողջությամբ այդտեղ շատ կենտրոնական այսպես դիրք է գրավում այդ մարդկային ուղեղը, որը միացված է ինչ որ էլեկտրոնային սարքի ջոյստիկով կառավարվում է, այսինքն սա հենց խոսում է այն մասին, որ բարձրագույն տեխնոլոգիաները ամբողջությամբ իրենց են ենթարկելու մարդկային այսպես չգիտեմ, գաղափարները, մարդկային գործողությունները մեծագույն ազդեցություն են ունենալու մարդկության զարգացման վրա։ Եվ այս ուրանը երկվորյակում հենց դրա ամենացցուն ապացույցն է լինելու։ Իհարկե պետք է նախապատրաստվեն երկվորյակները, որովհետև 7 տարի շարունակ, սիրելի երկվորյակներ, ձեզ սպասվում են մեծ փոփոխություններ եւ տրանսֆորմացիաներ ձեր կյանքի բոլոր ոլորտներում, ինչպես անձնական, այնպես էլ գործնական, ֆինանսական, որտեղ առաջի տնով է ձեր անցնելու ուրանը, որը խորհրդանշում է բոլոր այդ 12 աստղաբանական տների հատկությունները, այսինքն կարող է փոխվել ձեր բնակության վայրը, ձեր աշխատանքը, ձեր մասնագիտությունը, ձեր անձնական կյանքը, եթե ամուսնացած եք կբաժանվեք, եթե բաժանված եք արդեն կրկին ինչ-որ անսպասելի ձևով կամուսնանաք։ Մի խոսքով հեղափոխական տեղաշարժեր են սպասվում երկվորյակներին, այնպես որ մի դիմացեք սիրելի երկվորյակներ այդ փոփոխություններին, որովհետև ուրանը միևնույն է իր ցանկությանը հասնելու, անկախ նրանից ցանկանում եք դուք դա թե ոչ։ Հաջորդ կարևոր մոլորակային փոփոխությունը Յուպիտեր մոլորակը, մեծ բարերար մոլորակ Յուպիտերը 26 թվականի հունիսի 30-ին մուտք կգործի առյուծ եւ նա այնտեղ կմնա մինչեւ առյուծում կմնա մինչեւ 27 թվականի հուլիսի 26-ը։
Առյուծում այսպես Յուպիտերը ավելի ակտիվ է դրսևորվում, քանի որ նա կապված է էլիտաների հետ, իշխող դասակարգերի հետ, նաև նա կապված է բարձրագույն հոգևոր դասի հետ։ Այստեղ իհարկե վճռական, այսպես ասած, ճակատամարտ կարելի ասել, քանի որ Յուպիտերը դիմակայելու է հուլիս ամսվա ընթացքում եւ հուլիսը լինելու է գալիք տարվա ամենաբարդ ամիսը, հունիս եւ հուլիսը դիմակայելու է Պլուտոն մոլորակին։ Եվ այստեղ իհարկե ավարտուն տեսքի է գալու աշխարհի բաժանում, այսինքն գերտերությունների կողմից, ինչ դա իհարկե որոշակի բանակցություններ են լինելու, ինչ որ խոսակցություններ, բայց վճռական գործողությունները հուլիսին տեղի կունենան, բավականին ծանր է լինելու հենց հուլիս ամիսը, այդ թվում նաև Հայաստանի համար։ Եվ Պլուտոնը գիտեք, որ դիրքային փոփոխություն չի ունենալու, 5-ից 7 աստիճան ջրհոսում է մնալու, եւ մյուս ամառային կարևոր իրադարձությունը աստղաբանական վերընթաց լուսնային հանգույցը Ռախուն 26 թվականի հուլիսի 27-ին մուտք կգործի կրկին ջրհոս եւ այստեղ ամբողջ մինչեւ տարվա վերջ մնալու է ջրհոսում։ Նպատակային լուսնային հանգույցը խոսում է այն մասին, որ պետք է ակտիվ գործողություններ ձեռնարկել ազատագրվելու համար, թոթափելու համար, ինչ որ տերոր, լուծ, չգիտեմ, թե դա կլինի համաշխարհային կառավարության կողմից թելադրված ինչ որ քայլեր, թե կառավարություն, որը նույնպես նշանակվում է այդ համաշխարհային կառավարության կողմից, պարզապես նշանակվում է, այլ որևիցե ընտրությամբ դա հնարավոր չէ փոխել Հայաստանում։ Այնպես որ, այսինքն հեղափոխական այդ տրամադրությունները իհարկե ամռան վերջում ավելի կուժեղանան, կակտիվանան, ու դա կլինի ամբողջ աշխարհով մեկ, ոչ միայն Հայաստանում։ Եվ իհարկե հատկապես պետք է ասել, որ ջրհոսները կհասնեն իրենց նպատակներին գալիք տարվա ընթացքում, հատկապես հուլիսի 27-ից հետո, եթե միայն ակտիվ քայլեր ձեռնարկեն, որպեսզի կատարվի իրենց ցանկությունը եւ երազանք։ Այնուհետեւ անդրադառնանք 26 թվականի նաեւ խավարումների ամառային միջանցքին, ամենաբարդ եւ լարված տարվա խավարումը, տարվա 3-րդ խավարումը տեղի կունենա օգոստոսի 12-ին Երևանի ժամանակով 21:45 րոպեին 20 աստիճան առյուծում դա կլինի արևի ամբողջական խավարում, որը իհարկե բախտաբար մեր հարթություններում մենք չենք տեսնի, բայց արևմտյան կիսագնդում շատ լավ կերև, հատկապես Ամերիկայում։ Այսինքն գալիք տարին պետք է ասել, որ նաև ԱՄՆ-ի համար բավականին այսպես ճակատագրական եւ վճռորոշ է լինելու, նամանավանդ որ հուլիսի 4-ին նշելու է ԱՄՆ-ն իր հիմնադրման 250-ամյակը, որը նույնպես շատ կարևոր է։ Եվ վերջին խավարումը 2026 թվականի դա կլինի լուսնի մասնակի խավարում Երևանի ժամանակով 8:12 րոպեին օգոստոսի 28-ին 4 աստիճան ձկներում տեղի կունենա այս խավարումը եւ դրանով իհարկե խավարումները ավարտվում են գալիք տարվա։ Եվ վերջին շատ կարևոր նույնպես իրադարձությունը աստղաբանական, որի նկուզեի ձեր ուշադրությունը հրավիրել, դա սև լուսինն է։ Սև լուսինը չարաբաստիկ այդ ամբողջ զոդիակի այսպես գայթակղիչ սատանան փոխում է իր դիրքը սեպտեմբերի 14-ին 2026 թվականի մուտք կգործի այդ եղջյուր եւ դա իհարկե նույնպես անբարենպաստ է Հայաստանի Հանրապետության համար, քանի որ Հայաստանի ժամանակակից իրական Հայաստանը գտնվում է այդ եղջյուրի ազդեցության տակ։ Առհասարակ ջրհոս կենդանակերպի տակ գտնվող երկրներում նույնպես սպասվում են ճակատագրական զարգացում, որտեղ ջրհոսը շատ այսպես նախ հենց տարվա սկզբից, հենց արդեն հունվարի երկրորդ կեսից մոլորակները սկսում են կուտակվել ջրհոսում եւ ջրհոսում լինելու են 6 մոլորակներ, ավելի շատ այդ եղջյուրի եւ ջրհոսի այդ սահմանագծին են լինելու այդ մոլորակները եւ նրանք 6 մոլորակ են լինելու եւ ձևավորելու են այսպես մինի շքերթ մոլորակների, որը որ մեծագույն ազդեցություն է ունենալու ինչպես այդ եղջյուրների վրա, այնպես էլ ջրհոսների վրա, որոնք
իրենք ծնվել են այս սահմանագծի վրա, այսինքն հունվարի 16-ից մինչև հունվարի 25-ը մոտավոր այդ ժամանակահատվածում ծնված մարդկանց վրա մեծագույն ազդեցություն կունենա նաև այն երկրների վրա, ովքեր գտնվում են ջրհոսի վերահսկողության տակ, ինչպիսին են Ռուսաստանը, Եգիպտոսը, նաև ըստ Պտղոմեոսի, Եգիպտոսը գտնվում է ջրհոսի ազդեցության տակ, նաև Հայաստանը, որովհետև Հայաստանի լուսինը, որը խորհրդանշում է ժողովրդին, նույնպես ջրհոսում է, ԱՄՆ-ի լուսինը նույնպես ջրհոսում է, Ադրբեջանը նույնպես ջրհոսում է Ադրբեջանի լուսինը, այնպես որ այդ բոլոր երկրներում շատ էական զգալի փոփոխություններ են տեղի ունենալու, ինչ վերաբերվում է երկրների ղեկավարներին, 26 թիվը, քանի որ ձիու տարի է, իհարկե ձիու սմբակների տակ մնալու են մկները, որովհետև ձին եւ մուկը բախում են, առաջացնում ըստ չինական մետաֆիզիկա, այսինքն այն ղեկավարները, ում քարտեզներում, բացի քարտեզներում արկա է մուկը կամ ովքեր ծնվել են մկան տարվա ընթացքում կամ օրինակ Մակրոնը այնտեղ եւ մկան ամսում է ծնվել եւ մկան օրն է ծնվել, չգիտեմ ժամը հայտնի չի, հնարավոր նաեւ մկան ժամին է ծնվել, այսինքն նրանց սպասում են բավականին մեծ խնդիրներ, բարդություններ ձիու տարվա ընթացքում, հատկապես հունիս ամսվա ընթացքում, որովհետեւ հունիսին մենք ունենանք երկու ձի, իսկ երկու ձին արդեն առաջացնում է ինքնապատիժ Ինքնապատիժը ցավալիորեն կպնելու է նաև Հայաստանի Հանրապետությանը, որովհետև Հայաստանի Հանրապետության բազի քարտեզում, Հայաստանի երրորդ Հանրապետության բազի քարտեզում նույնպես արկա է ձին, փայտե ձին արկա է օրվա մեջ, այսինքն ժողովրդի մասին է խոսք այստեղ, տարածքի մասին է այստեղ խոսքը գնում, որը նույնպես հարձակման հնարավոր է ենթարկվում, դա չի նշանակում լինելու անպայման պատերազմ, բայց վտանգը հենց այդ թենոր զիջումների տարածքային այդ սահմանագծման, սահմանազատման այդ գործընթացների մեջ նոր տարածքներ հնարավոր է զիջվեն, հնարավոր է նաև կամաց սկսի իրագործվել այն ծրագիրը, որ ադրբեջանցիներ սկսեն վերաբնակեցվել Հայաստանի Հանրապետության տարածքում, գյուղական հատվածներում, իսկ նաև հետագայում կտեղափոխվեն նրանք քաղաքներ եւ կհասնեն Երևան, դա բավականին երկար գործընթաց է լինելու, այսպես մեկ օրում չի տեղի ունենալու եւ մեկ տարում չի տեղի ունենալու, դա այսպես ըստ դեդլայնների, որը հաստատել է համաշխարհային կառավարությունը 2 տարվա այսպես ժամանակահատված ունի իրականացման համար, որտեվ ես բազմից անդրադարձել եմ, որ ամենաճակատագրական, ամենաբարդ, այսպես տագնապալից տարեթիվը Հայաստանի Հանրապետության, հատկապես Հայաստանի Հանրապետության համար 2028 թիվն է լինելու, առհասարակ 28 թիվը լինելու է բարդ եւ խնդրահարույց ամբողջ Հարավային Կովկասի համար, որովհետեւ հենց այնտեղ նշանակված այդ տարեթվի նշանակված է, որ այս մեր ռեգիոնում պետք է վերանան պետական կազմավորումներն ու բնականաբար եթե դա իրագործվի, բնականաբար տեղի կունենա շատ այսպես ծանր հետևանքներ, դա կունենա նաև Ռուսաստանի համար, բայց ամեն դեպքում եւ Պարսկաստանի համար, բայց ամեն դեպքում 28 թիվը դա այն այսպես ասած վերջնաժամկետն է, որը սահմանված է Եվ նրանից թե ինչպիսի զարգացումներ տեղի կունեն 26 թվականին, իհարկե կախված է նրա այն հանգամանքը, թե ինչքանով նրանք կհասցնեն մինչև 28 թիվը իրականացնել այդ ծրագիրը, որտեղ երկու հրեղեն տարիներ են ունենալու, հրեղեն ձին եւ 27 թիվը հրեղեն այծն է լինելու, որոնք ամենամեծ, ամենաարմատական, ամենատրանսֆորմացիոն տարիներն են լինելու այս ժամանակահատվածի Պես որ շատ բարդ զարգացումներ են սպասվում ձիու տարվա ընթացքում, ամենաբարդ ամիսներ իհարկե ես ասացի Հայաստանի համար փետրվարն է, հունիսը, հուլիսը,
Նաև սեպտեմբերի վերջը եւ հոկտեմբերը նույնպես շատ բարդ եւ լարված ամիսներ են լինելու Հայաստանի Հանրապետության համար։ Ու համաշխարհային մակարդակով ամենաբարդ եւ այսպես լարված ռազմաքաղաքական իրադարձությունով լի ամիսը հուլիսն է լինելու, սիրելի բարեկամներ, եւ այդ ընթացքում նաև Պլուտոնը սկսում է դիմակայել Յուպիտերին, մեծերչանկության մորակին եւ քանդվում է այն աշխարհը, որը գոյություն է ունեցել մինչ այս դիմակայություն, տեսեք, երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին այդ բոլոր մորակները միացություն կազմեցին Պլուտոնը, Յուպիտերը, կարծեմ Սատուրնը նույնպես առյուծ կենդանակերպում, իսկ այժմ Պլուտոնը, որը գտնվում է ջրհոսում, քանդում է ամբողջությամբ այն համակարգը, որը ձևավորվել էր երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, այսինքն անվտանգության համակարգը, աշխարհի հավասարակշռության համակարգը ամբողջությամբ պետք է քանդվի եւ Յուպիտեր եւ Պլուտոնի դիմակայության պայմաններում իհարկե դա շատ այսպես արդեն իրադարձությունների ձևով կդրսևորվի։ Բոլոր իհարկե կենդանակերպերին վերաբերվելու են այդ տրանսֆորմացիաները եւ փոփոխությունները։ Ձյու տարին, ընդհանրապես բոլոր ձյու տարիները, եթե հիշեք, թե 90 թիվը, 1990, թե 2002 թիվը, թե 2014 թիվը, դրանից առաջ բոլոր ձյու տարիների ընթացքում այդ փոփոխությունները շատ էական տրանսֆորմացիոն փոփոխություններ են տեղի ունեցել։ Նախ 90 թվականին գիտեք, որ Ռուսաստանը հռչակեց իր անկախությունը հունիսի 12-ին եւ նույնպես Ռուսաստանին սպասվելու են մեծ փոփոխություններ 2026 թվականին, տրանսֆորմացիոն, էական, այսպես շատ ամբողջական փոփոխություններ են դրանք տեղի ունենալու։ Ու հուսանք, որ կավարտվի այս հատուկ ռազմական գործողությունը, ճիշտ է, հույսերը քիչ են, բայց այնուամենայնիվ հուսանք, որ ավարտվելու սարսափելի պատերազմ է միլիոնավոր զոհերով եւ անհայտ կորածներով, վիրավորներով ամբողջությամբ ցեղասպանություն է ստեղծան տեղի ունենում եւ նաեւ 2014 թվականը նույնպես շատ ճակատագրական է եղել թե Ռուսաստանի, թե Ուկրաինայի, թե Հայաստանի համար նույնպես։ Հենց 2014 թվականից սկսեցին այդ զարգացումները, որոնք ի վերջո բերեցին 2016 թվականի ապրիլյան պատերազմին եւ 2020 թվականի 44-օրյա պատերազմին, պես որ ձյու տարիները բավականին ճակատագրական ազդեցություն ունեն նաեւ Հայաստանի Հանրապետության համար, ասացինք, որ հատկապես ժողովրդի համար, որովհետեւ փայտե ձին գտնվում է Հայաստանի 3-րդ Հանրապետության հենց այդ ժողովուրդը ներկայացնող, այսինքն օրվա սյունի մեջ, բացիում օրվա սյունի մեջ, եւ այստեղ երկու ձիերը ինքնապատիժ են ձևավորում։ Հունիս ամիսը շատ ծանր, շատ բարդ ամիս է լինելու Հայաստանի Հանրապետության համար եւ հուլիսը հետագայում դրա շարունակությունը։ Նաև հրեղեն էլեմենտը նա այրում է փայտ, այսինքն փայտեձի է Հայաստանի Հանրապետության օրվա մեջ եւ սա նշանակում է, որ այսպես ժողովուրդը վերջին ճիգը կարող է գործադրել, որպեսի թոթափել այդ լուծը համաշխարհային կառավարության կողմից իր վզին փաթաթած այս թրքահպատակ եւ սատանայադավան իշխանությունները վերացնելու գծով, բայց այնուամենայնիվ շատ այսպես բարդ է ենթադրել, որ դա կստացվի։ Ինչ որ զարգացումներ տեղի կունենան, բայց ցավալիորեն նույնպես մեծ ակնկալիքներ չունեմ, որ մենք այս հունիսին ընտրություններում հնարավորություն կունենանք ազատագրվելու այս այսպես դրածո իշխանություններից։ Նրանք հենց անպես չէ, որ նրանք դրածո են, հենց նրանք դրվել են այն նպատակով, որպեսզի վերացնեն հայոց քաղաքակրթությունը, այսինքն ոչ թե միայն վերացնեն Հայաստանի 3-րդ Հանրապետությունը, դա այսինքն խնդիրներից մեկն է միայն, իրական խնդիրը վերացնել հայկական քաղաքակրթությունը, որտեղ իրականում այն քաղաքակրթությունը, որը զարգացել է հայկական լեռնաշխարհում եւ հյուսիսային միջագետքում
10,000 տարուց ավել դա իհարկե հենց ինքնուրույն քաղաքակրթություն է եւ մեծ ժառանգություն է ստացել նաեւ նախամարտկային քաղաքակրթություններից, իսկ այս այսպես ասած ստվերային երկրի ստվերային իշխանությունները նրանք պարզապես վերացնում են այն բոլոր երկրները, քայքայում են այն բոլոր պետությունները, որտեղ այդ մնացորդները դեռ կան, այսինքն նախամարտկային քաղաքակրթությունների գիտելիքների, գեների, որտեղ հայ ժողովուրդը անմիջականորեն իր գենետիկայի մեջ կրում է այդ ինֆորմացիան նախամարտկային քաղաքակրթությունների։ Մեր նպատակը այն է, որ վերացնել այդ գեները եւ բնականաբար դա ինչպես կարելի անել վերացնելով ժողովրդին կամ ձուլելով այդ ժողովրդին կամ ուծացնելով այդ ժողովրդին կամ դավանափոխ անելով այդ ժողովրդին կամ պարզապես արտագաղթ կազմակերպելով, որը եւ Արցախում տեղ ունեցավ 2023 թվականին։ Պես որ երբ Տրամպը այսպես անպագորգոր հայտարարություններ է անում, որ ես պաշտպանելու եմ բոլոր քրիստոնյաներին, հալածվող քրիստոնյաներին, իրականում դա պարզապես կեղծավորություն է, որովհետև երբ 120,000 քրիստոնյաներ ցեղասպանության ենթարկվեցին 2023 թվականին, նա գրեթե ԱՄՆ-ն ոչինչ չարեց։ Նրանց այսպես իրավունքները պաշտպանելու համար մենք այժմ գերիներ ունենք, որոնք ցմահ արդեն դատապարտվել են Բաքվում։ Եվ սա իհարկե հենց ԱՄՆ-ի երկերեսության եւ երկակի ստանդարտների մասին է խոսում, սիրելիներս, եւ 2026 թվականին իհարկե նշվելու է ԱՄՆ-ի 250-ամյակը, բայց դա ինչ որ էական իհարկե որևիցե դրական զարգացում չի սպասվում, որտեղ այդ The Economist ամսագրի նոյեմբերյան շաբաթին Տրամպը շատ տարօրինակ շարժումներ է կատարում, պարում է կարմիր գլխարկը գլխին, որը որ նշանակում է նա բավականին ագրեսիվ է տրամադրված, որտեղ նա այժմ առանձնացված է այդ բոլոր մյուս ղեկավարներից, Պուտինից, Նետանյախուն է, մյուս կողմում են դրանք բոլորը գտնվում։ Տրամպը գտնվում է Զելենսկու եւ Ջորջիա Մելոնիի հետ միասին կանգնած այդ շապիկի վրա։ Սա նույնպես նշանակում է, որ այդ հակասությունները ավելի եւ ավելի խորանալու են The Economist ամսագրի շապիկին, նաեւ մենք տեսնում ենք այդ երկու այսպես բլոկների միջև նաև այդ խաչված սրերը, երկու խաչված սուր, որը նույնպես հակամարտության խորացման մասին է խոսում այդ բլոկերի, տարբեր բլոկերի։ Այսքանը, սիրելի բարեկամներ, այն մասին, թե ինչ է մեզ սպասվում 2026 թվականի ընթացքում, անպայման բաժանորդագրվեք Anti-Fake YouTube-յան ալիքին, նաև իմ YouTube-յան ալիքներին Աստղային խորհրդատու Աննե Հաղվերդյանի հետ եւ Աստրոմագիա եւ Թալիսմաններ իմ երկրորդ մոգական ալիքին։ Հետևեք ինձ նաև Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում եւ TikTok-ում։ Ինչ վերաբերվում է հայ ժողովրդին, իմ սիրելի ազգ, ես քեզ մաղթում եմ իմաստություն, տոկունություն, երջանկություն, բարեկեցություն, բարդ տարի է սպասվում, բայց հույսամ գիտելիքի շնորհիվ մենք այդ ամենը կհաղթահարենք։ Եվ իհարկե ազատություն Նարեկին, Վազգենին եւ մեր բոլոր քաղբանտարկյալներին։ Ստեսություն, կհանդիպենք։